Ի սկզբանե կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրեց իր որոշման նախագիծը։ Այսօր 7-րդ օրը ընտրությունների արդյունքների ամփոփման որոշումն է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Սակայն բնականon իրավիճակից տարբերվող իրադրություն ունենք, որովհետև աննախադեպ քանակի ու ծավալի են միջամտությունները։ Ինչպես քիչ առաջ ես ներսում վարույթի ընթացքում ներկայացրեցի, օրինակ, արդյոք վարչական ռեսուրսի հենց հենց վերացարկվենք քարոզչության ընթացքից։ Քվեարկության օրվա ընթացքում այդ մասշտաբի շահարկումները ունեցել են հետևանքներ։ Օրինակ, ամբողջ քարոզչության հաջորդած քվեարկության օրը կազմակերպված է եղել ընտրությունը վարչական ռեսուրսով։ Հանձնաժողովի անդամները տեղամասային կենտրոնների վստահված անձին քաղաքացիական պայմանագրի մեծապես եղել են ոչ միայն վարչական շրջանների ղեկավարներ, այլև մարզպետարանների եւ հանրամայնքապետարանների աշխատակիցներ, ովքեր ճնշումներ են գործադրել ընտրողների ու քաղաքացիների նկատմամբ։ Մենք հրապարակել ենք թե նման դեպքերը, թե օրինակ քաղաքացիական պայմանագրի թեկնածուներին, ովքեր մտել են տեղամասային կենտրոններ, թեկնածուն, ով իրավունք չունի անգամ միջավայրում գտնվել, կա կանոն 50 մետր շարավղի հեռավորությունը պահպանելու, ու դա պատահական չէ, որովհետև դրանով քաղաքական ներգործությունը մինիմալի է հասցվում ընտրական process-ի վրա։ Հիմա տասնյակներով դեպքեր ունենք արձանագրած, որոնք շրջանառվում են։ Արդյոք մեկ դեպք կա, որ իրավապահ մարմինները կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարույթ հարուցած լինեն եւ պատասխանատվության կանչեն։ Ոչ, առնվազն ինձ հայտնի որևէ դեպք չկա, եւ սա ամենապարզ օրինակն է, ինչպես են ու ինչ մասշտաբի կեղծարարություններ են տեղի ունեցել։ Կարելի է։ Իշխանությունը իր հերթին մեղադրում է, թե դուք ընտրակաշառքներով եք անցել ու ասում է նման ուժերը իրավունք չունեն խորհրդարանում լինելու։ Ես այս հայտարարություն տարածեցի, դա առաջին հերթին վիրավորանք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, այդ զրպարտչական տեղեկատվական հոսքը ու հարձակումները ու մանիպուլյացիաները մեր նկատմամբ պետք է վերջ տրվի։ Մենք սկսելու ենք դատական հայցեր ներկայացնել բոլոր զրպարտիչների նկատմամբ ու ցավում եմ, որ վարչապետից սկսած մինչև անաչառ դիտորդ ներկայացողը կաշառակերության մեղադրանքներ է ներկայացնում 100 հազարավոր ընտրողների, ովքեր իրենց քվեն չեն տվել քաղաքացիական պայմանագրին։ Մարդիկ այլակարծության իրավունք ունեն, կրկին ասում եմ, այս պայդրությամբ առնվազն գոնե այն քվեների սահմանաչափով, որոնք հասել են մեզ եւ ընդհանուր ընդդիմադիր դաշտին, անգամ այն ուժերին է դա վերաբերում, ովքեր չեն հաղթահարել անցողիկ շեմը։ Այդ քվեները 100 հազարավորներն են կազմում, ու այդ մարդկանց քաղաքացիներին մեղադրել կաշառակեր լինելու մեջ, դա ժողովրդավարության, իրավական պետության սկզբունքներին, ձևաչափին ծայր աստիճան հակասում է։ Ես կրկին ընդգծում եմ, մենք կաշառք բաժանելու նախ խնդիր չունենք, որովհետև բազմահազար աննախադեպ քանակի հանրային աջակցություն ունենք։ Երկրորդ, չկա գեթ մեկ դատական ակտ այս պահի դրությամբ, որը կհաստատեր, որ Ուժեղ Հայաստան կուսակցության, Ուժեղ Հայաստան դաշինքի կուսակից ընկեր, աջակից, աշխատակից կաշառքի մեղադրանքով մեղավոր է ճանաչվել։ Մեր երկրում ես կարծում եմ, եթե չեմ սխալվում, որովհետև անգամ սահմանադրության նախագիծը գրողներն են, արդեն այդ մեղադրանքները հնչեցնում, դեռ անմեղության կանխավարկածը գործում է, իսկ անմեղության կանխավարկածի տրամաբանությունը հետևյալն է. մարդը անմեղ է համարվում, քանի մեղավորությունը ապացուցող դատական ակտ չկա, ու կրկին ընդգծում եմ, նման դատական ակտ չկա, որը կապացուցեր, որ Ուժեղ Հայաստանը կաշառք է տվել որևէ մեկ անձի։ Մենք դրա կարիքը չենք ունեցել, հարգելիներս, ասեմ ավելին, այստեղ հակատրամաբանական է, ստացվում է իրենք իշխանություն էին, ողջ իրավապահ ռեսուրսը իրենց ձեռքում է, ու մենք կարողանում ենք կաշառք բաժանել։ Բնականաբար պատասխանը ոչն է, այն էլ բոլորը տեսել եք, այն ճնշումների ծավալը, քանակը, որոնք բանեցվում են մեր քաղաքական ուժի նկատմամբ։ Ու ի վերջո իրենց իսկ հրապարակած արձանագրություններով անճշտությունների քանակը էական է։ Մենք տեսնում ենք, առավոտվանից քվեարկության օրը բազմահազար զանգեր են եղել քաղաքացիների կողմից։ Առաջի խումբ տեսակը, որ կտրոնները սարքերով տրամադրված թվային առումով չեն համապատասխանում արձանագրության մատյաններին։ Երկրորդ, մարդիկ տարակուսած զանգում են, որովհետև հարյուրավոր քաղաքացիների տեղամասերը փոփոխվել էին, մարդը գնում է իր տարիներով սովորած ընտրատեղամաս քվեարկության, պարզվում է, որ այլևս այդ ընտրատեղամասում հաշվառված չէ։ Երրորդ խումբ, մարդիկ գնում եւ իրենց հասցեների վրա բացահայտում էին անծանոթ մարդկանց հաշվառված։
ասեմ ավելին, հա, մեզ ահազանգողներին ուղղորդել են ներքին գործերի նախարարության անձնագրային բաժիններ, բազմաթիվ անձնագրային բաժիններ բավականին ոչ բայրացկամ հարաբերություններ են դրսևորել եւ ընթացք չեն տվել։ Այդ մարդիկ այնուհետեւ եկել են կենտրոնական ընտրական հանձնաժողով, կարող եք իրենց դիմել, իրենք կարծում եմ կտրամադրեն տեղեկատվություն, թե ինչքան մարդկային հոսքեր բացառապես անձնագրայինի հետ խնդիրներ ունենալու տեսանկյունից։ 5 ահա դուք այդքան շարքով նշեցիք ինչ խախտումներ ունեն, ինչ երաշխիք կա, որ երկրորդ անգամ գնահատության չի լինելու։ Երաշխիքը հետևյալն է, մենք արդեն տեսեք ինչն է խնդիրը։ Ես օրինակ մարդ եմ, ով նախորդիվ երբեք չի եղել քաղաքական ուժի, քաղաքական կուսակցության անդամ, ես ինքս եղել եմ անաչառ դիտորդ, եղել եմ ԵԱԳ-ի կողմից սերտիֆիկացված դիտորդ, ղեկավարել եմ դիտորդական առաքելություններ եւ պատկերացում ունեի ինչ տեսակների խախտումներ են լինում։ Այս ընտրություններին խախտումներ կան, որոնք նախորդիվ չէին տեղի ունեցել, այսինքն ծավալով ու տեսակներով նոր խախտումներ ի հայտ եկան։ Այդ խախտումների ծավալը ժողովուրդ ջան մեծացել է։ Օրինակ Գյումրիում համայնքի ավականու ընտրություններին կային խախտումներ, ես դիտորդական առաքելություն էի ղեկավարում, բայց այդ խախտումները տեսակարար կշռով այսքան չէին, այսքան բազմաբնույթ չէին։ Այս մարդիկ նոր կարմիր գծեր հատեցին։ Ուրիշ բան ասեմ, հա, շատերը ասում են, բա վստահված անձին կազմեք։ Մենք աննախադեպ կառույց ենք ունեցել, բոլոր 2005 տեղամասերում ունեցել ենք ներկայացուցիչներ։ Բայց դուք գիտեք արդյոք, որ քանի անգամ են այդ մեր վստահված անձանց ձերբակալել։ Այսինքն մարդկանց առաջին փուլով ձերբակալեցին, վերապատրաստում ենք, այլ մեր համակիրներ ենք ներգրավում, երկրորդ փուլով ձերբակալեցին, այսինքն ուղղորդված նաև կատվածահար է եղել մեր վերահսկողական գործիքակազմը։ Ոչ միայն լիճքում բազմաթիվ տեղամասեր կա խախտում արձանագրելու համար, նույն օր այդ մինչև ընտրությունն էի ասում, հա, հենց ընտրության օրը եւս վստահված անձանց աշխատանքը կատվածահար է եղել ֆիզիկական միջամտությամբ, այսինքն մեր վստահված անձը գնում խախտում է արձանագրում, մարդուն հանում են հետո դրսում մի ժամ, 2 ժամ անց ծեծի են ենթարկում։ Դուք պատկերացնում եք, կրկին եմ ասում, մի գյուղում իրավիճակ, մի հատ ֆորմալ պատկերացրեք, գյուղա այդ գյուղապետը ներսը վստահված անձ է կամ հանձնաժողովի անդամ է։ Այդ գյուղացին, որ գիտեն, հա, բոլորը, ով է ընդդիմադիր հայացքներով, ով է իշխանական հայացքներով, ներս է մտնում, փորձում է իր ընտրությունը կատարել, ինչ ճնշումների ենթարկում ունեցել ենք դեպքեր, հա, որ հարձակվել են, ֆիզիկական միջամտություն են թույլ տվել կամ մի այլ դեպք ասեմ, մենք ունենք վստահված անձ, նույն գյուղի գյուղացի, ինչպիսի միջամտությունների է մեր աշխատակից, աջակից համակիրը ենթարկվել այդտեղ գտնվելու համար։ Դուք չեք պատկերացնի, ծավալային կշիռով էական խախտումներ ու միջամտություններ են, ու հենց այդ միջամտություններն էլ են խախտումներ, այսինքն իրենք հիմնարար սկզբունքներ կա, հա, ընտրական գործընթացի, հավասարությունը, թափանցիկությունը, ազատությունը, արդարությունը, ել չասեմ ընտրական իրավունքի գաղտնիությունը, սկսենք այն ծրարներից։ Սկսած Մասիսի դեպքի ձեր քարոզարշավի ժամանակ ձեր նույն լիճքում, նույն այլ որևէ մեկը դեպք, քանի որ հիշում եք էջ մի ասում, ինչ հայտարարության միայն համար, ես կրկին երկրորդ պլանավորեցին, ձեր աջակիցների ծեծի են ենթարկվել։ Կրկին ասում եմ, որևէ դրվագ չկա, որ մեր հանցագործության մասին հաղորդումները հələ վերացարկվենք է մեզնից, հա։ Այդ բոլոր դեպքերը մամուլում շրջանառվել են։ Մամուլի շրջանառած տեղեկատվությունը հանցագործության մասին հաղորդում է։ Արդյոք մեկ օրինակ կա, ոչ չկա։ Մենք առնվազն ինչի հետքով գնացել ենք, հետևանք չի կրել։ Հետևապես հարգելիներս կրկին ամփոփեմ, մենք ուժեղ Հայաստան դաշինքը առնվազն, մենք մեզ մշտապես ինչքան էլ հասկանում ենք, հա, իրավիճակի ճգնաժամային լինելը, սկսած այն հանգամանքով, որ իշխանությունը լինելով մասնակից քաղաքական ուժ, ընդամենը մոտ 100-200 տեղամասային կենտրոնների արդյունքների ամփոփումից հետո ասուլիս է հրավիրում եւ իրեն հռչակում է հաղթող։ Սա եւս անհարգալից վերաբերմունք է եւ առնվազն արհամարանք է իրավական գործիքակազմերի, երբ դեռևս 2005 տեղամասային կենտրոնի արդյունք պետք է ամփոփեն։ Սկսած այդ դրվագից ու նախաքարոզչական շրջանից մեր նկատմամբ հավասարությունն, արդարությունն, ազատությունը,
ծայրաստիճան խարխլված է եղել, սկսած մեր առաջնորդի նախընտրական քարոզչությանը մասնակցելու հնարավորությունից։ Բնականոն տեսանկյունից կնեք ամփոփեմ, հնարավորություն չենք ունեցել մենք հավասար ձևով մասնակցելու քարոզչությանը։ Եվ ամփոփելով ասեմ, մենք այնուամենայնիվ մշտապես փորձել ենք մեզ կաշկանդենք իրավական գործիքակազմերով։ Հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային վերաքվեարկության մասին որոշում հրապարակելու, թե ընտրությունները անվավեր ճանաչելու։ Այսպես ասեմ, իրենց նախագծում իրենք ասացին, որ ըստ էության չեն պատրաստում վերաքվեարկություն իրականացնել։ Տեղամասների մասին։ Այո, որովհետև նախ մի հատ կուզեի անպայման ձեր միջոցով այս ճշգրտումն անել, կրկին մեզ ու անձամբ ինձ փորձում են թիրախավորել, որ մենք ենք դիմել 35/65 եւ 10/51 տեղամասային կենտրոնները վերաքվեարկություն կամ անվավեր ճանաչելու։ Ոչ, այս երկու տեղամասային կենտրոնների արդյունքները անվավեր են ճանաչվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ։ Անձամբ ես Մելոյան Գոհարս որպես ուժեղ Հայաստանի լիազոր ներկայացուցիչ դիմել էի 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, որովհետև ողջ օրվա ընթացքում այստեղ սեղանին դրված չի եղել ազգային ժողովրդական բևեռ ուժի քվեաթերթիկը 8-րդ համարի, ինչը օբյեկտիվորեն ասում էր։ Իսկ ինչ վերաբերում է մյուս երկուսի քվեարկության արդյունքներին, որտեղ ամենամեծ խախտումները զինվորների մուտքով էր պայմանավորված, կրկին պետական իրավասու մարմինների պատասխանատվությունն է այս խախտումների հիմնական բեռը ընկնում, որովհետև իրենք զինվորների բնականոն պատշաճ մոտեցումը տեղամասային կենտրոն, այնուհետև տեղամասային կենտրոնում քվեարկությունը չեն ապահովել։ Կարևոր ճշգրտում, Ժողովուրդ ջան, այո, ժամը 20:00-ից առաջ այն բոլոր մարդիկ, ովքեր տեղամասային կենտրոնում են, կարող են քվեարկել, բայց տեղամասային կենտրոն է համարվում տեսանկարահանվող սենյակը։ Իսկ մենք ակնհայտորեն տեսել ենք, որ զինվորները շենքում են գտնվում, տարբեր սենյակներից մուտք ու ելք են անում։ Սա արդեն էական խախտում է։ Ու ամփոփելով ասեմ, Կահանյան հարցը մնաց, հիմա հրապարակելու են անվավեր ճանաչելու մասին որոշում ճանաչել։ Տեսեք, իրենք նախնական կարդացած տեքստ, հիմա այո, տեսեք ինչա ընթացակարգը։ Նախ իրենք ներկայացրեցին նախագիծը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների ամփոփման, երկրորդ երկու քաղաքական ուժ, մենք ուժեղ Հայաստանը եւ Միասնության թևերը ներկայացրել են ընդհանուր ընտրական գործընթացի արդյունքների անվավերության դիմումներ։ Մենք ներկայացրինք մեր դիմումը, դուրս եկանք, հիմա հաջորդ ուժն է ներկայացնում եւ ԿՀ-ն նաեւ այս երկու դիմումների վերաբերյալ որոշում պետք է կայացնի։ Գործընկեր այսօրվա ընթացքում պետք է այսօր ամփոփեն վերջնական պատասխաններ ստանանք, բայց ամենալուրջ մտահոգության տեղիքը, բացի այն, որ մեր լիահույս ու մեծ հույսեր չունենք մեր դիմումների արդյունքներով փոխկապակցված, ինչպես գործընկերս պարոն Վարդևանյանը ներկայացրեց, մենք լրջագույն օրակարգային պահանջ պետք է կազմենք նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությանը դուրս թողնելուց այս process-ից, որովհետև այս անվավերությունների արդյունքում Բարգավաճ Հայաստանը ըստ նախնական հրապարակած տվյալների չի հաղթահարում նվազագույն շեմը, այսինքն մանդատների բաշխման վրա այս անվավերության արդյունքները էական ազդեցություն է ունենում, իսկ երբ էական ազդեցություն է ունենում process-ի վրա ըստ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի ԿՀ-ն պարտավոր էր առնվազն վերաքվեարկությունները ապահովելու։ Եթե վերաքվեարկություն չլինի, ԿՊՆ համանդրական մեծամասնությունը ստանում Բարգավաճի ձայնը։ Քանի որ բոլորի թվերը փոփոխված ու տոկոսները փոփոխված, մի հատ պետք է նորից վերահաշվարկ իրականացնենք, որ ճշգրիտ պատասխան տամ։ Շնորհակալ եմ շատ։ Դե այդ արդեն օրենսդրական պրակտիկա է խնդիրը, որովհետև իրապես ես ընդունում եմ, որ հաշվի առնելով այս խախտումների ծավալը, որոնք նորմալից բնականոնից շատ են, շատ սեղմ են ժամկետները, մենք առնվազն ուղղակի չենք քնել, որպեսզի հասցնենք այս ամենը գույքագրենք, այնքան մեծածավալ ահազանգեր ունենք։